Բարեկամներս տեսնենք այս գեղեցիկ ուղերձը, որը մենք թագավորաց երկրորդ գլխի 2:11-ում ենք կարդում, երբ Եղիան համբարձվեց երկինք։ Եվ եղավ, երբ որ նրանք գնում էին եւ գնալով խոսում էին, ահա մի հրեղեն կառք եւ հրեղեն ձիանք, որ նրանց երկուսին բաժանեցին։ Եղիան մրրիկով վեր ելավ երկինքը։ Եղիան եւ Եղիսեն միայն Աստծո արքայության մասին էին խոսում, ոչ թե դատարկ զրույցներ էին անում որևէ մեկի մասին։ Աստծո մարդը նման բաներ չի անում։ Սա ամբողջությամբ Աստծո գործն է։ Աստված կլանող կրակ է, այն միայն այրում է չար ուժերին։ Եղիայի եւ Եղիսեի բարեկամությունը խզվեց այստեղ, եւ նա այնտեղ է մինչեւ այսօր։ Աղոթենք։ Հայր, դու ուժ ես, որը անցնում է մեր միջով եւ ներում է մեր մեղքերը եւ ամբողջովին նորոգում է մեզ, որպեսզի մենք կարողանանք ծառայել քեզ ճշմարտությամբ։ Ես հիմա օրհնում եմ այս մարդուն, ով աղոթում է ինձ հետ։ Նաև օրհնում եմ նրա ընտանիքը։ Ես ասում եմ չար դուրս արի այս մարդուց եւ հեռացիր հենց հիմա Հիսուսի անունով։ Դուք այնուհետև բարձրացնում եք ձեր ձեռքերը Աստծուն։ Շնորհակալ ենք Աստված։ Ամեն։